Շատ հաճախ իմ տարբեր տեսանյութերի գրառումների տակ մարդիկ փորձում են ամեն կերպ արդարացնել վերջին տարիներին Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի դավաճանական վարքագիծը Հայաստանի դեմ, ասելով, թե միջազգային կառույցները այդպես են աշխատում, թե իբր այսօր ոչ մի միջազգային համակարգ չի գործում եւ հարցը չի կարող վերաբերել միայն ՀԱՊԿ-ին։ Բայց դա կատարյալ սուտ է, կամ ավելի մեղմ արտահայտվենք, սովորական արդարացում։ Կա հավաքական անվտանգության դաշինք, որը գործում է ոչ թե խոսքով, դեկլարացիաներով, հայտարարություններով, այլ հստակ սահմանված մեխանիզմով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը, ՆԱՏՕ-ն։ 2001-ի սեպտեմբերի 11-ի Նյույորքյան ահաբեկչական հարձակումից հետո ՆԱՏՕ-ն գործարկեց հոդված 5-ը, մեկի վրա հարձակում է դաշինքի բոլոր անդամների վրա, եւ դա չմնաց սոսկ հայտարարություն։ ՆԱՏՕ-ի օդային վերահսկող ինքնաթիռները սկսեցին հերթապահել Միացյալ Նահանգների երկնքում, իսկ դաշինքը ծովում սկսեց հակաահաբեկչական մշտադիտարկում իրականացնել։ Սա է աշխատում է բառի իրական իմաստը։ ՀԱՊԿ-ի նման ՆԱՏՕ-ն իր ոչ մի անդամին մենակ չի թողնում նաև ամենօրյա անվտանգության հարցերում։ 2004-ից ի վեր Բալթյան երկրների օդային սահմանը պաշտպանվում է ՆԱՏՕ-ի օդային հերթապահությամբ, քանի որ այդ երկրները չունեն սեփական կործանիչ ավիացիա։ 2017-ից ի վեր դաշինքը իր արևելյան թևում տեղակայել է բազմազգ մարտական խմբեր զսպման համար, որպեսզի ցանկացած ագրեսիա բախվի ոչ թե մեկ երկրի, այլ ամբողջ դաշինքի անմիջական ներկայությանը։ ՆԱՏՕ-ն նաև իր ներսի լարվածությունը չի թողնում, որ դուրս գա վերահսկողությունից։ Թուրքիա-Հունաստան վերջին սրացումների պահին դաշինքը գործարկեց ռազմական դեկոնֆլիկտի մեխանիզմ եւ թեժգիծ, որպեսզի ցանկացած միջադեպ չվերածվի լայնածավալ պատերազմի։ Ուրեմն, եթե ՀԱՊԿ-ը չի աշխատում, դա չի նշանակում, թե բոլորն էլ չեն աշխատում։ Նշանակում է, որ ՀԱՊԿ-ը գիտակցված ընտրել է չաշխատել Հայաստանի օգտին եւ դա անել դավաճանաբար Հայաստանի շահերի հաշվին։